Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են։ Սերիալը հասնում է այն փուլին, երբ ամեն մի բացահայտում կարող է ոչ միայն փոխել հերոսների ճակատագրերը, այլև վերաշարադրել անցյալի պատմությունը։ Իսկ անցյալում թաքնված է ամենամեծ գաղտնիքը Աշոտի սպանությունը և Նարեի հորաքրոջ անհետացումը։ Տարիներ առաջ Նարեի հորաքույրը սիրահարվում է իր եղբոր Սարգիսի ամենամոտ ընկերոջը։ Դա ոչ թե պատահական կապ էր, այլ ճակատագրական սեր, որը երկու կյանք փոխեց, բայց Սարգիսը դա համարեց դավաճանություն և իր ընտանիքի, և իր պատվի համար։ Նրա համար դա աններելի էր, և նա սեփական քրոջը վռնդեց տնից։ Նարեի մայրն այդ օրերին հղի էր, սակայն հոգեբանական ծանր ցնցումներից կորցրեց երեխային։ Ընտանիքում սկսվեց մի իսկական խառնաշփոթ, որը երկար տարիներ մնաց որպես չբացահայտված վերք։ Աշոտը, Հայկի հայրը, հենց այն տղամարդն էր, ում հետ Նարեի հորաքույրը հանդիպում էր գաղտնի, նրանց սերը չափազանց վտանգավոր էր։ Սարգիսն իմանալով այդ ամենի մասին կորցրեց ինքնատիրապետումը, նա սպանեց Աշոտին ու գաղտնի թաղեց այնպես, որ ոչ ոք չիմացավ այդ ճշմարտությունը։ Հենց այդ պահից սկսած Աշոտի մահվան առեղծվածը դարձավ Հայկի կյանքի ամենամեծ հարցը։ Իսկ Նարեի հորաքույրը, նա ուղղակի անհետացավ։ Ոչ ոք չիմացավ, թե ուր գնաց, ինչպես ապրեց, կամ ողջ մնաց, թե ոչ։ Նրա գոյությունը դարձավ ընտանիքի ամենամութ գաղտնիքը։ Սակայն օրեր առաջ պաշտոնական տեղեկատվությունից պարզ դարձավ, որ Նոնա Սաֆարյանը նոր կերպարով է հանդես գալու սերիալում։ Սա նշանակում է մեկ բան՝ Նարեի հորաքրոջ մասին շուտով տեղեկություն է լինելու, բայց այստեղ մի շատ կարևոր նրբություն կա։ Նոնա Սաֆարյանի ներկայիս կերպարը շատ ավելի երիտասարդ է, քան Նարեի հորաքույրը պիտի լիներ տարիների ընթացքում։ Սա նշանակում է, որ էկրանին մենք չենք տեսնելու հենց նրան, այլ հավանաբար նրա դստերը։ Եվ ահա այստեղ սկսվում է ամենահետաքրքիր մասը։ Եթե Նարեի հորաքույրը Աշոտի սիրեցյալն էր, ապա նրա դուստրը, որ հիմա հայտնվում է պատմության մեջ, հավանաբար Հայկի քույրն է։ Այսինքն տարիներ շարունակ Հայկն ապրել է իր իսկական ընտանիքի ճակատագրից անտեղյակ, իսկ այժմ ճակատագիրը նրան բերելու է դեմ առ դեմ իր անցյալի հետ։ Հեռուստադիտողներին սպասվում է մի ամբողջական շոկային բացահայտում։ Հայկը կիմանա, որ իր հայրը սպանված է և որ նա քույր ունի, որի մասին երբեք չի էլ կասկածել։ Նարեի ընտանիքը ստիպված կլինի առերեսվել իրենց անցյալի դաժան ճշմարտությանը, իսկ Սարգիսը, ով տարիներ շարունակ թաքցրել էր Աշոտի սպանությունը, կանգնելու է ամենամեծ դատաստանի առաջ։ Այս պատմության նոր զարգացումը նաև բացում է մի կարևոր հարց. եթե Նարեի հորաքույրը ողջ է, ուրեմն նա տարիներ շարունակ լռել է։ Ինչու՞։ Արդյոք դա վրեժի պլան էր, իսկ եթե նա մահացած է, ապա ով է դաստիարակել նրա դստերը և ինչու է հենց հիմա նա հայտնվում։ Սերիալի ինտրիգը հենց այս հարցերի մեջ է։ Նոր կերպարի, Հայկի քրոջ հայտնվելը կարող է ամբողջովին փոխել նաև նրա ու Նարեի հարաբերությունները, քանի որ այսուհետ նրանց կապողը ոչ միայն սերն է, այլ ողբերգական անցյալի թաքնված թելերը։ Հեռուստադիտողները համոզված են՝ Հարսնաձորի լեգենդն այս փուլում դուրս է գալիս սիրո դրամայից և վերածվում է իրական ընտանեկան դրամայի։ Սերիալը դառնում է պատմություն ոչ միայն սիրո ու դավաճանության, այլև եղբայրների ու քույրերի սերնդից սերունդ անցնող գաղտնիքների մասին։ Եվ ամենակարևոր հարցը՝ ինչպես Հայկը կընդունի իր քրոջ, արդյոք Նարեի ընտանիքը կհամաձայնի բացահայտել ճշմարտությունը և վերջապես, երբ ի հայտ գա այդ նոր հերոսուհին, արդյոք նա կբերի իր հետ նաև Աշոտի մահվան իրական հանգամանքների բացահայտումը։ Մի բան ակնհայտ է՝ Նոնա Սաֆարյանի կերպարի հայտնվելը դառնալու է սերիալի ամենաուժեղ շրջադարձերից մեկը։ Այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ է կատարվելու սերիալում և իհարկե, որպեսզի առաջինը լինեք տեղեկացված շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ինչ եք կարծում, ինչ զարգացումներ են սպասվում Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալում և իսկապես արդյոք Նարեի հորաքույրը վերադառնալու է,
թե ոչ, որովհետև հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հարց ու պատասխաններից պարզ է դառնում, որ նոր կերպար է հայտնվելու, իսկ այդ նոր կերպարին, ինչպես արդեն նշեցինք, մարմնավորելու է Նոնա Սաֆարյանը։ Բնականաբար Նոնա Սաֆարյանը չի կարող հորաքրոջը մարմնավորել տարիքի հետ կապված, իսկ Նոնա Սաֆարյանը վերադառնում է, որովհետև հավանաբար Նարեի հորաքրոջ դուստրն է էկրաններին երևալու, որովհետև այսքան ժամանակ որևէ տեղեկատվություն ընտանիքը չունի Նարեի հորաքրոջ մասին, ուր է նա գնացել, ինչու եւ ինչու որևէ մեկը տեղեկություն չունի այդ մասին։ Դե ինչ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ միացեք մեզ միասին բացահայտելու ամենահետաքրքիրի մասին։ Նաև չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում եւ որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն իմանալ, իսկ մենք ամենահետաքրքիր տեսանյութերով հանդես կգանք շատ շուտով։